Շատ են բողոքները, աննախադեպ հոսք ունեինք, հատկապես շաբաթ-կիրակի օրերին, երբ արդեն դեֆիցիտներ նկատվում, չնայած գնաճը եւս ահազանգի հիմք տվեց, եւ մենք մշտապես խոսել ենք, որ պետք է կանխարգելել եւ ճգնաժամային կառավարման պլան ունենալ, երբ որ ինչ-որ իրադարձություններ են տեղի ունենում, եւ այս անգամ հերթական անգամ մեր քաղաքացիները բախվեցին պետապարատի անգործության հետևանքներին, ինչու որովհետեւ ըստ էության ամերիկյան պատերազմով պայմանավորված նավթի գները էական աճել են եւ վառելիքի շուկայում տատանումների հետ կապված բացասական կանխատեսումներ կային, որովհետեւ նավթի գինը թանկացավ, սպասվում էր բենզին, ինչի հերթին այլընտրանքային էներգիայի վրա էր ունենալու ազդեցություն եւ բավական էր մեկ լրացուցիչ գործոն եւ խնդիրներ էին առաջանալու։ Եվ բնականաբար լրացուցիչ գործոնը ցավոք սրտի եղավ, դարձում խնդիրներ առաջացան եւ ըստ էության մենք բախվեցինք մի իրավիճակի, երբ չկար ռազմավարական պլան, չկար հաշվառում, թե որքան է պահուստը մեր, քանի օրվա կբավարարվի, քանի օր կարա լարսը փակ մնա, ինչ այլընտրանքային ճանապարհներ կան, արդյունքում ունեցանք այն, ինչ ունենք։ Եվ պետական մարմինների արձագանքը, քանի օր մենք փորձում ենք ստանալ մեկնաբանություն, ձեր հնչեցած նաև մեր ունեցած հարցի վերաբերյալ, էկոնոմիկայի նախարարությունը անհասանելի է որևէ կերպ կապի դուրս չի գալիս։ Այո, հանձնաժողովը մեր գործընկերներից էլ, տեսեք, դա ամբողջական համակարգ է։ Գամ առաջի անելիքը ուներ էկոնոմիկան։ Հաշվառել, բիզնեսի հետ աշխատել, բիզնեսին աջակցել, այլընտրանքային շուկաների, այլընտրանքային ճանապարհների հարց քննարկել, լուծել հարկեղած դեպքում, եթե հասկանում եք։ Եթե գալիս ենք արդեն մրցակցության պաշտպանության սպառողների շահերի հանձնաժողովին, առավելագույնը կարող էր հանդիպում կազմակերպել, այդ վիճակագրական տվյալներն ավելի լավ պատկերացնել, հորդոր անել, որովհետև իրավական ամուր հիմքերով վարչարություն ոչ գերիշխող դիրք ունեցող ոլորտներում մրցակցային ոլորտում չէր կարողանալու իրականացնել։ Եթե գործադիրը համարում էր, որ այդուհանդերձ խնդիրը էկոնոմիկայից դուրս է եւ պետք է դրան լուծում տալ, պետք է նախագիծով հանդես գար, օրենսդիրը 24 ժամյա ռեժիմում վերել կարգավորում նմանատիպ ոլորտների համար։ Մրցակցային մարմնին լիազորել, որ կարողանար աշխատանք անել, բայց մենք գիտենք, որ օրենսդիրը 24 ժամյա ռեժիմում Պատահական սեփական նպատակահարմարության նախագծերն անհատական ոչ թե հանրային կարևորության նախագծերը։ Այսինքն այստեղ գլոբալ իմաստով, երբ որ քննարկում ենք ճգնաժամային կառավարման պլան, հենց սրա մասին է, որ եթե ԱՊԱ-ների մի ամբողջ հաջորդականություն է, հիմա մենք չենք նստելու հատնի հարցազրույցի շրջանակում 42 էջանոց ռազմավարություն գրենք, ոչ էլ ընթերցողին է հետաքրքիր, բայց ես հավաստիացնում եմ, որ բոլոր նման դեպքերու համար պետք է ունենալ ճգնաժամային կառավարման պլան, բոլոր եթե ԱՊԱ-ների դեր հաջորդականությամբ։ Ինչու, որովհետև մի շղթա բերեմ, Ռուսաստանը չի տալիս, Ռուսաստանում չկա, կամ Ռուսաստանում կա, Ադրբեջանով չի թողում գա, կամ Ադրբեջանով չենք կարողանում բերել, պատկերացրեցիք ինչքան տարբեր են։ Վրաստանում պահուստ կա, թե չկա, կարող ենք օգտվել այդ պահուստի ժամանակավոր հետո վերադարձնենք, թե չենք կարող։ Որ երկրից պիտի բերենք, այդ երկիրը տալու է, թե չի տալու, որ հասկանանք ինչքան մեծ շղթա է, որ հարցազրույցի ֆորմատին հետաքրքիր չի, ընդհանրապես։ Կարևորությունը հետևյալում է, գործադիրը պետք է գործանի, ոչ թե շատ խոսի, մեր մոտ հակառակն է։ Ավելին, այնքան չեն խոսում, մինչև խնդիրը գալիս է հասմանալու, որ մարդիկ սկսում են գնալ հիշել ամիսներ առաջ Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ գազի գինը, որը սեղմված որը հեղուկ գազի հետ բացարձակ կապ չուներ են գազը, ինչը քննարկել էին։ Բայց քանի որ մարդիկ տեսնում են, որ որևէ մեկը չի արձագանքում, սկսում են պատճառներ գտնել, ամենահեշտ բանը քաղաքական օրակարգ տնտեսական հարցը քննարկել, վերել։ Այսինքն չկա քաղաքական օրակարգ։ Ես չեմ կարծում, տեսնեք, կա այնքանով, որ որոշումների եւ լուծումների մեջ քաղաքական բառը լինում է, բայց լարսը օրինակ քարերի պատճառով, քարաթափման պատճառով փակելնել ինչ կապ ունի քաղաքական օրակարգի։